Օրը Կիրակի է, մեր ուզի եթերի օրն է եւ համընկել է ազգային ժողովի նոր ձևավորված այս ազգային ժողովի առաջին նիստի հետ։ Ընդդիմությունը ներկայացավ նիստին, Նիկոլ Փաշինյանի հեղինակած երթման տեքստով երթվեցին, զարմացել էի, որ չբոյկոտեցին, որովհետև վեհապար հայրապետի կաթողիկոսը ներկա չէր, առանց կաթողիկոսի նիստը բացվեց, որը իդեպ օրենքի պահանջ է, եւ գոնե ուժեղ Հայաստանը, որը որ քաղաքականություն է մտել եկեղեցուն պաշտպանելու համատեքստում, չպետք է կարծում եմ հանդուրժեր դա, էլի ոչ թե հարցար ուր է հայոց հայրապետը, այնտեղ ես իմ ուր է, ու տենց նիստը շարունակվում է։ Բայց ամենակարևոր բանն այն էր, որ այսօր տեղի ունեցավ ըստ էության ԲՀԿ մանդատների գնդակահարության բանը քելեխը եւ այդ քելեխին մասնակցում էր նաեւ օպոզիցիան։ Այդ մանդատները ծանվեցին, կերան եւ նենց չի որ իշխանությունը միայնակ կերավ այդ մանդատները, այդ մանդատներից 3-ը իշխանությունը վերցրել է իրեն, մեկը հասել է ուժեղ Հայաստանին եւ մեկը հասել է Հայաստան դաշինքին, այսինքն օպոզիցիան իշխանության հետ միասին մասնակցելով այս process-ին, վերցնելով իր փայը, լեգիտիմացրեց ԲՀԿ-ի մանդատների ալափը, կարելի է ձևակերպել։ Սա ֆունդամենտալ հայտարարություն է, որևէ մեկը չկանգնեց այնտեղացի, որ մեր եւս 5 ընդդիմադիր գործընկերներ պետքա լինեին այստեղ, սակայն դուք վերցրել եք այդ մանդատները, որտեղ որ հանկարծ ասեր, Ռուբինյանը ընդդեղից ասել էր, լսեք, մենք որ վերցրել ենք, մեզ 3 հատ էր պետք, 3 հատ ենք վերցրել, բայց մի հատ է ձեզ ենք տվել։ Էս ի՞նչ եք խոսում։ Ու բնականաբար ոչ որ գոշի բան չխոսած։ Եվ քանի որ տեսանք, որ ըստ էության գործարքներ են տեղի ունենում, չէ՞, գործարքներ են տեղի ունենում։ Այսինքն գործարք առաջին օպոզիցիան օքեյ է, որ ԲՀԿ-ի մանդատները ծանվեցին։ Գործարք երկրորդ օպոզիցիան օքեյ է, որ առանց կաթողիկոսի նիստ գումարվի, որտեղ գնաց է նստել այդտեղ։ Ռուբինյանը առաջարկում է երրորդ գործարքը իր ելույթում, ասում է հարգարժան ընդդիմադիրներ, բան, եկեք նենց անենք մեծ հասկանանք ինչի է այստեղ այս վերջին տարիներից այս ձևավորվել, այս քֆուր քյաֆար, իրարուտոցի, ծեծ ջարդ, ես ձեզ առաջարկ եմ անում, եկեք միասին բան, давайте жить дружно, ոնց որ հիմա շատ дружный նստած են, եւ չէ՞ այդպես առաջարկ անում, բան, եւ ես հասկանում եմ այս առաջարկը, բարձա չի ստացվելու, հետո իշխանությունն ասելու է դե մենք առաջարկել էինք, որ իրար ցիվիլ աշխատենք, դուք չուզեցաք, այդ դրա համար հիմա մենք կծեցենք օրինակ Էդգար Ղազարյանի կամ չեմ ես իմում։ Էական չի, բայց հարցն այն է, որ արդեն հիմքերը դրված այս process-ի շատ վատն են։ Այսինքն մարդկանց ակնկալիքները այն տեքստերով, որ մտել է այս խորհրդարան, այս օպոզիցիան, արդեն առաջին օրը ես 3 արձանագրում արդեն ես ձեր համար անում եմ։